Շնորհակալություն ձեր զեկույցի համար։ Մեր ընդդիմադիրներից մին է հացեք էլի լավն են, ուղղակի չգիտեն էլի, որ մեզի լոզունգներով հաղթել չի կարելի, էլի սաղին կհաղթենք լոզունգների տեսանկյունից։ Ես ըստ այդմ կստանձնեմ բովանդակային որոշակի առումով քննադատողի դեր այդ տեսանկյունից ու հիմնականում մի բան խնդրանք հորդոր եւ մի հատ հարցադրում ձեր հենց զեկույցի տեքստի վերաբերյալ էլի նախ խնդրում եւ հորդորում եմ որ դուք ձեր զեկույցում ասում եք որ ցանկացած նախաձեռնություն նախագիծ քաղաքականության իրագործման տեսանկյունից որը որ նախարարությունը որպես ոլորտում քաղաքականություն որոշողանում է այն քննարկվում է հանրային սեկտորի հետ ազգային ժողովի հետ եւ այդ թվում նաեւ գործադիրում հնարավորինս շատ ավելի շուտ այդ քննարկումները ձևավորենք մինչեւ նախաձեռնությունների վերաբերյալ հրապարակային խոսքը մեր որ այդ թվում այնպես չստացվի էլի որ երբ որ գործադիրը ինչ որ մի բան նախաձեռնում է որի վերաբերյալ ըստ երևույթի ազգային ժողովում լիարժեք պատկերացում չկա, բայց հարցադրումները մեզ է գալի ի սկզբանե էլի։ Այդ աշխատանքային առումով այտենց է իրականում մեր մոտ պայմանավորվածությունը, բայց եւս մի անգամ հրապարակային վերահաստատենք։ Հարցս ձեզ հետեւելն է։ Եթե ես ճիշտ ֆիքսեցի, դուք ձեր զեկույցում ասեցիք ոստիկանության ներքին գործերի գործառույթի վերջնանպատակը հանրային վստահության բարձրացումը այստեղ ճիշտ ասած հարցս հետևյալն է դա մեր վերջնանպատակն է թե դա միջոցն է մեր հասնելու վերջնանպատակին որը որ ես կուզեի որ դուք ձևակերպեք էլի եթե վերջնանպատակը սա չի շնորհակալություն Շնորհակալություն պարոն Գաբրելյան, աշխատանքային քննարկումների մասով վստահաբար շատ քննարկումներ ունենում ենք, բայց անպայման նկատի կունենամ, որ որոշ նախագծերի մասով մի փոքր ժամանակային խզում ա եղել այս մասով, այնպես որ կշարունակենք նույն տեմպով աշխատանքը ավելի ինտենսիվացնելով ժամանակացության առումով ավելի շուտ քննարկումների նախաձեռնումը, իսկ ինչ վերաբերում է հանրային վստահության մակարդակի բարձրացմանը, տեսեք Պարոն Գաբրելյան, ի վերջո մեր ոստիկանության ոլորտի բարեփոխումները ինչից են սկսվել։ Սկսվել են նրանից, որ ոստիկանի կերպարի, ոստիկանի գործառույթների, գործողությունների նկատմամբ հանրային վստահության մակարդակը չի եղել պատշաճ։ Այսինքն անձինք շատ դեպքերում չեն վստահել ոստիկանությանը, որոշակի պրոցեսների համար կամ դիմելու համար եւ այլն եւ այլն։ Եվ եթե նայենք 2022 թվականների ռազմավարությունը Քաղաքական առումով հանձնառությունը այս իշխանության եղել է այն, որ ոստիկանության ոլորտի բարեփոխումները ի վերջո պիտի տանեն նրան, որ ոստիկանի նկարագիրը պիտի փոխվի, ոստիկանը պիտի լինի ավելի բարեվարկ, ավելի պրոֆեսիոնալ եւ պիտի կարողանա բարձր վստահություն ունենալ հանրության շրջանում։ Եվ միգուցե վերջնանպատակ ասածը կամ այլ ձևակերպումով պիտի տալ այս ամեն ինչը, բայց ի վերջո մեր բոլոր փոփոխությունները միտված են նրան, որ հանրությունը հասկանա, որ իդեմս ոստիկանի իր առջև կանգնած է պրոֆեսիոնալ, բարեվարկ, պետական ծառայող, որը ցանկացած իրավիճակում կօգնի իրեն կամ եթե կա իրավախախտում կտա համապատասխան արձագանք։ Այս մտքով եմ ես այս նախադասությունը արտահայտել, կարծում եմ Շնորհակալություն տիկին նախարար, ասեմ ձեզ, որ մեր գործընկերոջ հարցադրումը նրանից էր ոստիկանի մեր ցանկալին 25 թվականին զեկույցով երբ որ հանդես կգաք մենք այնտեղ նոր մտահոգիչ հարցերի պատասխանները տեսնելու ենք մեր բոլոր գործընկերները եւ մի հարց վերջին հարցն է քանի որ դուք նախագիտեք որ մեր օրենքը ընդունելուց հետո ես եւ նախկին նախարարին եւ հիմա ձեզ նորից ուզում եմ ասեմ գաղտալսման մեր ոստիկանությանը տված իրավասությունները երբ է դառնալու իրականություն 25 թվին կտեսնենք թե 24-ի վերջում արդեն դա կլինի իրական որտեղ դա մեր օպերատիվ համակարգի կարողությունները էապես բարձրացնելու է դա գաղտնիք չի Ես ճիշտ ասած արդեն վերջում էլ 25-ի վերջում այսպես ասեմ Ես արդեն անհանգստանում եի ճիշտ ասած Ոչ չեմ տվել որ այս հարցադրումը չէր հնչում ասեմ որ եթե իրատեսականորեն ենք նայում բյուջետային պլանավորումը քանի որ մեծ է իրականացվելու է 2026 թվականի բյուջեով
Այս պահին հիմնովին վերանայվում են այն բոլոր տեխնիկական բնութագրերը, որոնք կարիք կա այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, եւ վստահեցնում եմ, որ 2026 թվականի պետական բյուջեի շրջանակներում հայտը, որ ներկայացվի ազգային ժողով, հստակ արդեն թե գնային, թե մնացյալ առումով պատկերը կլինի։ Ինչու եմ ասում սա 26 թվական, որովհետեւ պիտի իրատես մոտենանք հարցին։ Այս տարի շատ դեռևս բյուջետային պլանավորումներ կան, որոնք որ պիտի կյանքի կոչվեն, եւ մենք պիտի նաեւ հետեւողականորեն գնանք դրան, այնպես որ այս պայծրությամբ ամբողջովին վերանայում ենք մեր մրցութային փաթեթը, որովհետեւ այդ ոլորտում հատկապես տեխնիկան գնալով անընդհատ զարգանում է, թարմանում է եւ անել գնում 2 տարի առաջվա գնահատումով կամ անել գնում նույնիսկ 1 տարի կամ կես տարվա կտրվածքով դա կարող է արդեն ոչ արդիական գնում լինել։ Ամբողջի մասով հիմա կդժվարանամ ասել, որպեսզի լսեն, որտեղ սա ես համարում կարևոր է, ոստիկանական համակարգը, ներքին գործերի նախարարության ամբողջ համակարգը, քանի տոկոսով է համալրված։ նախարարության ամբողջ Ինչքան ազատ հաստիկներ ունենք, որպեսզի բոլորը հասկանան։ Ես կարծում եմ ձեր հարցադրումը այն տրամաբանությամբ էր, որ ես ուղղորդեմ մեր բոլոր հայրենակիցներին դիմելու ոստիկանության բաց ընդունելությանը, այո, որովհետև այնտեղ հատկապես համայնքային ոստիկանության դեպքում մի քանի 100 թափուր հաստիկային միավորներ ունենք, բարեկային ծառայության դեպքում եւս մի քանի 100 թափուր հաստիկային միավոր կա, քրեական ոստիկանության համար շուրջ 100 թափուր հաստիկային միավոր ունենք, այնպես որ հորդորում եմ նաեւ մեր քաղաքացիներին հետեւել մեր ընդունելության հայտարարություններին, ընդ որում հատկապես այն տրամաբանության մեջ, որ մենք առաջիկայում իհարկե ազգային ժողովի կրկին բարձր հովանու ներքո պիտի հանենք 35 տարվա տարիքային շեմը եւ կարծում եմ սա շատ լավ հնարավորություն է մեր այն հայրենակիցների համար, որոնք որ հնդածս թե իրենց ուսման վրա են ներդրում արել, թե իրենց մնացյալ ուղղություններով զարգացման վրա չխորշեն դիմելու ոստիկանության համակարգ միայն այն պատճառով, որ 35-ն անցնեն օրինակ, որովհետև մենք այնպիսի սխեմա ենք գծել, որ կարևոր է բովանդակությունն է, կարևոր է հմտությունն է եւ անձի նկարագիրը, որպեսզի նա կարողանա տեղ զբաղեցնել մեր համակարգում։ Մենք ունեցանք կին նախարար, ուժային կառույցում, ներքին գործերի նախարարությունում, նաեւ խոսում ենք կանանց ներգրավության մասին։ Նայեք մեր պահպանության ծառայությունում կտեսնեք գեղեցիկ աղջիկներ ավտոմատով, մեկի մոտեցա հարցրեցի շատ է սիրում զենքը, ինչի բանակում չես, այստեղ ես, իհարկե զինվորական համազգեստով են այստեղից ծառայություն տանող աղջիկները։ Բայց մենք ունեցել ենք հրեշտակների զորամաս։ Այո։ Ինչ եղան մեր հրեշտակները։ Դե այդ ստորաբաժանումը չկա, բայց մի շարք ծառայողներ, որոնք որ պատշաճ կենսագրություն են ունեցել, տարբեր ստորաբաժաններում անցել են ծառայություն։ Այո, ընդհանուր մինչև բարեկային ծառայություն ունենք ծառայողներ։ Եվ արժի որպեսզի ինչ որ մի ձև գտնել, որ գրավչություն է տառումով, որպեսզի իրենք ոչ թե միայն կին դիտենք, այլ կին, որ տղամարդկանց կարող մղի խիզախումների կամ զսպի ավելորդ ուժ կիրառելուց եւ այլն, այսինքն համաչափ գործողությունների միջավայր ստեղծել։ Շնորհակալ ենք։